Շնորհակալություն նախ այս կարևոր թեման բարձրացնելու համար։ Հանրային տրամադրությունների մասով հատկապես իրավական ոլորտում հետաքրքիր արձանագրումներ կարող ենք անել, մասնավորապես այս պատմական զարգացումը նայենք հանրային տրամադրությունների։ Նախ այս իշխանությունները ինչ ճանապարհով գնացին։ Բարեփոխվող դատական համակարգը, որ իսկապես տեսանելի է բարեփոխվում, ես 2011 թվականից եմ փաստաբանական գործունեությամբ զբաղվում եւ տեսել եմ դատավորների տարբեր բնականաբար սերունդներ եւ բարեփոխվող դատական համակարգը, որը համարվում է այնպիսի դատավորներով, որոնք իրական արդարադատության ոչ թե կրողներ էին, այլ ուղղակի մոլուցում էին իրական եւ մաքրամաքուր արդարադատության։ Նիկոլ Փաշինյանը սկսեց հանրային տրամադրություններ ստեղծել, որ մեր դատական համակարգը վեթինգի կարիք ունի, բարեփոխման կարիք ունի, բազմաթիվ դատավորներ իրավունք չունեն դատավոր լինելու, հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ շատ ցածր է, այսինքն այնպիսի մի արշավ սկսեց, դատավորները վնգստում են պատերի տակ եւ այլն, եւ ակտիվացրեց հանրային, այսպես ասած, բարձրական վերաբերմունքը դեպի դատարանները այն պայմաններում, երբ որ ճիշտ հակառակը դատական համակարգը գնում էր առողջացման։ Եվ տեսնելով մի խումբ դատավորների շատ լուրջ դիմադրություն, ովքեր որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը շարունակում էին մաքրամաքուր արդարադատություն իրականացնել, եւ անգամ իշխանության որևէ ներկայացուցիչ չէր կարող երազանքներում պատկերացնել, որ նա կարող է զանգահարել եւ ինչ-որ բան խնդրել, այս իշխանությունը սկսեց ազատվել այդ դատավորներից։ Սկսեցին հարուցվել կարգապահական վարույթներ եւ սկսեցին այդ դատավորներից ազատվել։ Այս մասով Նիկոլ Փաշինյանը այլ օգտագործեց այդ հանրային բացական ալիքը, որը հենց ինքը գեներացրեց դատարանների նկատմամբ, եւ իհարկե մեկ այլ լծակի միջոցով արդարադատության նախարարի կողմից հարուցվող կարգապահական վարույթների շնորհիվ սկսեց ազատվել կամաց-կամաց այն դատավորներից, ովքեր որ ամբողջ դատական իշխանությունը ոչ միայն հայտնի էին իրենց մաքրամաքուր արդարադատությամբ, այլ նաեւ իրենց ազդեցությունն էին սփռում նոր եկող նոր նշանակող դատավորների վրա։ Սկսեց դատական համակարգը համալրվել այնպիսի դատավորներով, ովքեր շատ նույնիսկ պատվեր պետք չի իջեցնել։ Իրենք հանրային իշխանության տրամադրություններով արդեն շատ լավ ընկալում են ում է պետք կալանավորել, ում է պետք ազատ արձակել, ում նկատմամբ այդ ակտիվությունը կրնի իշխանության, ում նկատմամբ ոչ։ Հանրային տրամադրություններն այս մասով կային իհարկե քաղաքական հնչեղության գործեր, նաև բոլորովին վերջերս մեր մի շարք եպիսկոպոսների կալանավորման հետ կապված հարցերով հանրային բավականին լուրջ ակտիվություն նկատվեց, մասնավորապես Միքայել Աչապահյանի հետ կապված, Լիդիայի Կալանքի հետ կապված շատ հաճելիորեն ես ուղղակի առերեսվեցի հանրային շատ լուրջ արձագանքի, որը նաև իր դրական ազդեցություն ունեցած է, ևս մեկ ապացույց է, որ հանրային տրամադրությունը այո կարող է դրականորեն ազդել նաև արդարադատության որակի վրա, ինչքան էլ որ այդ դատավորի հետ որևէ հույս կապվում է դրական, թե ոչ։ Այսինքն միևնույն է, հանրային ճնշումը, չեմ ասում բացասական առումով, որտեղ բացասական առումով էլ ճնշում կարող է լինել հանրային։ Հանրային ճնշումը դատարանին կարող է ստիպել, այո, մի քանի օր առաջ առնվազն կայացրած որոշումը փոփոխել եւ ազատ արձակել կալանքի տակ գտնվող անձին։ Հանրային ընկալումների հետ կապված նաև շատ ուզում եմ կարևորել Գյումրիի 7 վերքում տեղի ունեցած պատարագից հետո մեր հանրային արձագանքը ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, երբ որ նրանցից եւ որևէ մեկը առանց ոստիկանության ուղեկցության երկու քայլ չեն կարողանում քայլել, որովհետեւ իրենք առերեսվեցին հանրային իրական կարծիքի հետ իրենց մասում։ Եվ ես շատ սա կարևորում եմ, որտեղ մենք տեսանք մի հատ ակտիվ հասարակության մոդել, որը չկարողացավ ուղղակի անտարբեր մնալ, որ Գյումրու 7 վերք եկեղեցում, որը գյումրեցիների համար սրբոց-սրբոցն է,
այդտեղ տեղի ունենում մեր կանոնակարգին եւ ծիսակարգին ոչ համապատասխան ինչ-որ արարողություն եւ գյումրեցիները չկարողացան ուղղակի անտարբեր մնալ այդ երևույթի նկատմամբ։ Եվ դրա լավագույն պատասխանը ամենափրկիչ եկեղեցու լեփ-լեցուն հասարակությունն է, որը եկել էր իրական կանոնական պատարագի մասնակցելու եւ նաեւ գյումրեցիների արձագանքը պատարագից հետո թե ինչպիսի բացական արձագանք ունեն իրենք տեղի ունեցող երևույթների նկատմամբ։ Այսինքն, այս իրավական ընդհանրապես հնչեղություն ունեցող վարույթների դրական ազդեցությունը նաև մեր հասարակության իրավագիտակցության իհարկե բարձրացումն է, որ վերջին տարիներին հասարակությունը սկսել է հետաքրքրվել տեղի ունեցող դատավարություններով, սրա մեջ մեծ լուման են նաև լրատվամիջոցները, ովքեր սկսեցին լուսաբանել ուղղակի հանրային հնչեղություն ունեցող եւ ընդհանրապես հետաքրքրություն ներկայացնող դատական նիստեր եւ հասարակության ակտիվություններ դրանով պայմանավորված սկսեց աճել եւ մենք տեսանք տեսարաններ, երբ որ օրինակ բարձրաստիճան հոգեվորականի նկատմամբ կալանքը որպես պատմամիջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանի բակը լեփլեցուներ կամ չգիտեմ Սամվել Կարապետյանի կանոնավորման կամ կարենքի ժամկետի երկարացման ժամանակ։ Այսինքն մենք իհարկե ունենք հասարակություն, որը իրավական խնդիրների նկատմամբ անտարբեր չէ եւ ակտիվ է եւ նորից եմ ուզում կարևորել, որ իրավական հարցերի շուրջ հասարակական ակտիվությունը շատ կարևոր է եւ շատ դրական ազդեցություն կարող է ունենալ մեր երկրում արդարադատության որակի վրա, որովհետեւ այո, հանրային ճնշումը դրական առումով կարող է բերել արդարադատության որակի բարելավման, լավարկման, որովհետև այո, ցանկացած պաշտոնյա, ով պատրաստվում է ստորագրել որևէ փաստաթուղթ կամ որոշում պետք է կայացնի անձին ազատությունից զրկելու մասին, ինքը պետք է իմանա, որ ինքը բախվելու է հանրային այնպիսի մի բացասական արձագանքի, որ ինքը կարող տանից չկարողանա նույնիսկ դուրս գալ։ Այն մեզ սա իսկապես վերջերս պակասում է, որովհետև հատկապես մայրաքաղաքում ես նկատում եմ անտարբերության բավականին մեծ այսպես զանգված, այսպես ասեմ, հա, բայց դա նաև իր պատճառներ ունի, որովհետև շատ հարցերի շուրջ եւ նույն հասարակությունը դուրս եկավ փողոց, փորձեց ինչ-որ բանանել, համախմբվել, մենք այդպիսի տեսաններ տեսանք, երբ որ բազմահազարանոց ուղղակի երթեր էին քաղաքում եւ այլն, եւ յուրաքանչյուր անգամ բախվելով այն իրողության հետ, որ լավ այս անգամ էլ ոչինչ չստացվեց, սա իհարկե բերում է հիասթափության։ Բայց ես միևնույն է պնդում եմ, որ մեր հասարակության այն գիտակի շերտը, որը իսկապես գիտակցում է եւ մեր ընդհանրապես արմատների իրական եւ խորությունը եւ մեր հայ-արգելական Սուրբ Եկեղեցու դերը մեր պետականաշինության հարցում անտարբեր չէ եւ չի կարող լինել անտարբեր։ Անտարբեր եւ իներտ է այն մասան, որը հիմնականում միշտ էլ անտարբեր է։ Եվ նորից եմ ասում, մեր վառ օրինակը դա Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններն են, որ այո, այդ մարդիկ իսկապես առավելեցին հասարակության իրական գնահատականի հետ։ Այ երբ որ պատերազմից հետո ցանկացած իշխանության ներկայացուցիչ բախվել հասարակության այդ տեսակարծակի հետ, մենք չենք ունենա այն, ինչ ունենք այսօր։ Եվ հետաքրքիր մի մարտավարական քայլ եմ նկատել, հանրային օրինակ մեծ ալիքը հիմնականում լինում է շոկային իրադարձությունների ժամանակ, երբ որ ինչ-որ բան առաջին անգամ է։ Օրինակ առաջին անգամ եպիսկոպոս ձերբակալվեց, կանոնավորվեց, ալիքը մեծացավ, հետո արդեն քաղաքականությունը վարվում է այնպես, որ այդ երևույթը ստանում է կրկնություն եւ հասարակությունը ընտելանում է ուղղակի այդ իրավիճակին։ Այսօր կանոնավորված եպիսկոպոս ունենալը մեր հասարակության համար արդեն սովորական երևույթ է, որտեղ արդեն երրորդ եպիսկոպոս ունենք կանոնավորված։ Դրա համար շատ ճիշտ է նաեւ մեր լրատվամիջոցների ճիշտ գրագետ աշխատանքն այս առումով, ինֆորմացիոն
դաշտը միշտ փորձել մաքուր պահել եւ իհարկե շատ կարեւոր է հետեւել քո սեփական լրատվամիջոցի կոմենտներին, որովհետեւ այո, իշխանությունը իր ամենաանազնիվ լծակներն է գործադրում, սկսած ֆեյքերից, այդ ֆեյքերն են ստեղծում հանրային տրամադրություններ, մարդկանց մոտ տպավորությունները դեռ ռեալ մարդիկ են, իսկապես այդպիսի գնահատականներ ունեն, իրենք են փոքրամասնություն եւ այդ ազդեցությունը սկսում է իրենց վրա տարածվել։ Դրա համար լրատվամիջոցների դերը այս հարցում նաեւ այս մասով եւս շատ կարեւորում է։ Շնորհակալություն Նուրանյան, ես ուզում եմ մի հարցի այստեղ շատ կարճ անդրադառնանք։ Տեսեք, վերջին քրեական գործերի շրջանակներում մենք ականատես ենք լինում, թե ինչպես է իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից կեղծ ապացույցներ ներկայացվում։ Այսինքն, օրինակ, դատախազը կարող է ազգային ժողովի անունից ներկայացնել ձայնագրության առանձնացված եւ կեղծված հատվածներ հանրային տրամադրություն ստեղծելու համար։ Արդյունքում ոմանք հավատացին, ոմանք չհավատացին, դա հարցի մի կողմն է, բայց իրավապահ համակարգի նկատմամբ վերաբերմունքը ռադիկալ փոխվել է։ Օրինակ, մեր հասարակության սպառազանվածը չի վստահում այլևս իրավապահ համակարգի կողմից արված որևէ հայտարարության։ Ամեն ինչ կասկածի տակ են դնում, այդ թվում նաև ես, որտեղ ես այլևս բավարար հիմքեր չունեմ հավատալու, վստահելու այս իրավապահ համակարգի կողմից արված հայտարարություններին եւ կատարված գործողություններին, որովհետեւ ես ամեն հաջորդ քրեական գործով տեսնում եմ, որ խփում են, ստում են, հորինված է եւ այս ամեն ինչը ստեղծում է անվստահություն իրավապահ համակարգի նկատմամբ։ Այնինչ կարողանալու ենք հաղթահարել այս անվստահությունը, որ կա հայության մոտ եւ եթե ոչ, ապա ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Մենք իսկապես շատ հետ ենք շպրտվել մեր այն առաջընթացը նույնիսկ որը գրանցել ենք եւ դատական համակարգում եւ ընդհանրապես իրավական համակարգում անգին հետ ենք շպրտվել։ Եվ այս ավերածություններից կազդուրվելու համար չափազանց մեծ ժամանակ է պետք եւ ճիշտ աշխատանք իհարկե։ Այո, եթե այդ կառույցը ներկայացնող առաջին դեմքը ամենապատասխանատու ամբիոնից ներկայացնում է տեղեկություններ, որոնք երգվում են հետո, դա ոչ թե զուտ իր խնդիրն է, այլ մի ամբողջ ճապարատի, որը այո բերում է հանրային ընկալման, անկման այդ ինստիտուտի նկատմամբ եւ վերջերս ես էլ եմ իմ բարիքներով նկատել, որ շատ դեպքերում այո կեղծ արդեն քննիչն անգամ չի խորշում իր փաստաթղթում կեղծ տվյալ ներմուծելուց, օրինակ ես այս պահին նույն քահանաների մասով արագացող մի թեմի բարիքով, որին որ մասնակցում եմ, քննիչը կոնկրետ կեղծ տվյալ է գրել իր որոշման մեջ, որ բոլոր քահանաների շահերի միջև հակասություն կա, եւ փաստաբաններին բիռ ուժով ուղղակի լրացրել է բարիքից։ Դա կեղծ տվյալ է, որևէ քահանայի շահի մեջ հակասություն չկա։ Լավ, ես եմ փաստաբան, բայց առնվազն 18-ից 20 քահանա տեսա, որ իրենց խաբեցին։ Հենց նույն քննչական մարմնի ներկայացուցիչը, որը օրինակ քննչական խմբի ղեկավարը, կեղծ տեղեկություն է արտացոլել փաստաթղթի մեջ։ Եվ այդ որոշումը բողոքարկում է դատախազին, ասում է պատճառաբանված որոշում է։ Եվ այդ նույն որոշումը ուղարկում է դատարան, որտեղ այդ անձանց սեփականության մասնավոր սեփականության իրավունքի սահմանափակման մասով բողոք է ներկայացվել, ասում են այդ բողոքները առանց քննության թողեք, որտեղ այս մարդիկ փաստաբան չեն այդ վարույթով։ Ու այո, որոշ դատավորներ դրան տրվում են։ Եվ բողոքները մերժում են այդ հիմքով, դե որ դուք իրավասու սուբյեկտ չեք։ Սա չի կարող չաստել հանրային տրամադրությունները, ընդհանրապես վստահության վրա, դեպի իսկ մենք այսօր գիտենք, որ դատաիրավական ողջ համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը շատ կարևոր գործոն է իրավական պետության զարգացման համար։ Եթե մենք այդ ոլորտում չունենք վստահություն, մենք ուրեմն շատ լուրջ բացթողումներ ունենք այդ համակարգում։ Այսօր այո անկում է եւ այս ավերածություններից մեզ շատ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք կազդուրվել։